Բարև ձեզ, իմ թեման մետամոդեռնիզմի հիմնական սկզբունքներն են։ Ուրեմն ինչպես հայտնի է 20-21-րդ դարի սահմանագծին շատ փոփոխություններ են տեղի ունենում մշակույթի բոլոր ոլորտներում, այդ թվում նաև արվեստում, որը շատ նրբորեն է արձագանքում այդ փոփոխություններին իր հերթին նպաստելով մարդու զգայականության փոփոխությանը։ Այս օրվա արվեստը նույնպես ընկալվում է իբրև պատասխան այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում թե բնության, թե հասարակության մեջ, եւ դրանցից կարևորվում են օրինակ կլիմայի փոփոխությունը, տնտեսական եւ քաղաքական ճգնաժամերը, պատերազմները, ահաբեկչության ուրեմն այդ փորձերը, որ ակտիվացել են, գենդերային խնդիրները եւ այս բոլորին պետք է արձագանքի արվեստը եւ այդպես էլ տեղի ունենում եւ այս մտահնության պայմաններում առաջանում է մարդկության ավարտի մասին եւ ընդհանրապես պատմության ավարտի, արվեստի ավարտի մասին հայեցակարգերը ուրեմն ակտիվանում են այդ մտածողությունը շատ ակտիվ է դառնում եւ այս համատեքստի մեջ նաեւ ակտիվանում է պոստմոդեռնիզմի մահվան մասին պատկերացումը։ Եվ հետաքրքիր է, որ դրա ամենաակտիվ պրոպագանդողներից մեկը Լինդա Հաչեոնը արդեն 2002 թվին հայտարարում է, որ եկեք անկեղծ ասենք, որ ամեն ինչ վերջացել է, որ պոստմոդեռնիզմը մահացել է, եւ քանի որ մոդեռնիզմ եւ պոստմոդեռնիզմը անվանումները ընդհանրապես պիտակներ են, որոնք տրված են ինչ որ գործընթացներին ավելի դրանք հասկանալի դարձնելու համար, ապա եկեք համարձակ լինենք եւ նոր պիտակ ստեղծենք այս նոր գործընթացների համար, որոնք տեղի են ունենում արվեստում։ Եվ այդպես էլ տեղի ունեցավ եւ անմիջապես այդ կոչը լսվեց եւ արձագանքը եղավ այն, որ ի հայտ եկան բազմաթիվ ուղղություններ, որոնք հավասար պայմաններում հայտնվեցին, պսևդոմոդեռնիզմ, դիջիմոդեռնիզմ, օֆմոդեռնիզմ, ալտերմոդեռնիզմ եւ հիպերմոդեռնիզմ եւ այլն, կարող ենք այդ շարքը շարունակել։ Ես ընտրել եմ 2010 թվականին ներկայացված հայեցակարգը, որը կոչվում է մետամոդեռնիզմ։ Ուրեմն սա այս հայեցակարգը ներկայացրել են երիտասարդ գիտնականներ, մագիստրոսական այդ իրենց կրթությունը ստանալու պայմաններում, հոլանդացի մշակութաբաններ Թիմոֆեուս Վերմյուլեն եւ Ռոբին Վանդեր Ակեր անուններով ուրեմն երիտասարդներ են, որոնք շատ հետաքրքիր էսե են ներկայացրել, այդ էսեն ազատ ընթերցման ներկայացվեց եւ քննարկումներ տեղի ունեցան, որովհետեւ իրենք հեղինակները չսահմանափակվեցին, այսինքն չկարծեցին, որ իրենք ստեղծել են ինչ-որ վերջնական մոդել եւ հրավիրեցին բանիմաց մարդկանց մասնակցելու այդ քննարկումներին եւ շատ մեծ քանակի մարդիկ մասնակցեցին քննարկումներին, իրենք էլ չկանգ առան եւ մինչեւ համենայն դեպս վերջի ինֆորմացիան, որ ես ունեմ, դա 19 թվականին իրենց գրված գիրքն է, որտեղ իրանք հրավիրեցին նաև այլ հեղինակների մասնակցության, իմ կարծիքով հետաքրքիր մոդելը։ Ուրեմն ինչ են իրենք կարևորում։ Օգտագործում են փիլիսոփաների տեսակետներ։ Այս արդեն նշում է նրանց մտածողության լրջությունը, խորությունը։ Ճիշտ է, կան տեսակետներ, որ իրանք մակերեսորեն են մոտեցել այդ գաղափարներին, բայց բոլոր դեպքերում գաղափարները, որոնք վերցված են եւ մոդելները, որոնք վերցված են, շատ հարցեր են առաջացնում։ Մասնավորապես նրանք օգտագործում են հասկացություններ, որոնք երկիմաստություն են իրենց մեջ պարունակում։ Դա օրինակ երկուսը ոչ մեկը, կարծես թե օսցիլյացիա, ինչը թարգմանաբար նշանակում է տատանում, եւ նման բաներ, որոնք երկիմաստություն են պարունակում եւ խորհրդանշում են ժամանակակից արվեստի հենց երկիմաստ լինել, այսինքն միանշանակ չի այն process-ները, որոնք կատարվում են արվեստում։ Ասացի, որ իրենք հրավիրում են քննարկման, սա շատ գովելի դրույթ է։ Իրենք խոստովանում են, որ իրենք չեն մետամոդեռնիզմը տերմինի հեղինակները, այլ փոխառել են այդ տերմինը դեռևս 75 թվականին օգտագործված ամերիկացի քննադատ Զավար Զադեի տեսությունից, բայց օգտագործելով մետամոդեռնիզմ եզրույթը, ուրեմն այդ Զավար Զադեն գրել է այն հեղինակների մասին, գրողների, որոնք մեծ հաշվով հանդիսանում են փայլուն պոստմոդեռնիստ գրողներ։ Օրինակ Ալեն Ռոբգրիեն, օրինակ
Ջոն Բարտը, հա, սրանք հայտնի անուններ են, որոնք կենտրոնացած են սև հումորի վրա, հեգնանքի վրա, որը հասնում է մինչև ցինիզմ։ Եվ այս մարդը գրում է իրենց աշխատանքների մասին, դրա համար այդ երիտասարդ հեղինակները կարծում են, որ սա մետամոդեռնիզմի հետ ոչ մի կապ չունի, բայց տերմինը փոխառել են։ Ինչ վերաբերում է փիլիսոփաներին, ապա նորից նշեմ, որ սա Պլատոն, Կանտ, Հեգել, Ֆյոգելին անուններն են։ Եթե Պլատոնը անտիկ փիլիսոփա է, Կանտն ու Հեգելը ուրեմն ներկայացնում են 18-19-րդ դարերը, ապա Ֆյոգելինը 20-րդ դար, այսինքն մենք տեսնում ենք ինչպես ընդարձակված է այս նրանց մտածողությունը։ Ինչով է իրենց հայեցակարգը հետաքրքիր, որ իրենք գիտեն այդ բոլոր նոր հայեցակարգերի մասին։ Եվ իրանք չեն զբաղվում միայն քննադատությամբ, այլ փորձում են օգտագործել այն դրույթները, որոնք կարող են իրենց օգտակար լինել նաև այլ հայեցակարգերից։ Հաջորդը իրանք նշում են արվեստագետների անուններ, որոնք իրենց կարծիքով արդեն միջազգային ճանաչում են ստացել, եւ որոնք ներկայացնում են այդ պոստմոդեռնիստական մոդելը ստեղծագործելու։ Եվ վերջապես նշում են այն հիմնական սկզբունքները, որոնք բնորոշ են մետամոդեռնիզմին։ Ուրեմն դա հետհեգնանքն է, ուրեմն եթե պոստմոդեռնիզմը ունի հեգնանք, ապա մենք ստանում ենք հետհեգնանք, պոստիրոնիա։ Դա ռեկոնստրուկցիան է ի տարբերություն դեկոնստրուկցիայի, որը կար պոստմոդեռնիզմի մեջ։ Դա հաղորդակցման վերականգնումն է, որովհետև պոստմոդեռնիզմի մեջ օտարվածության, անտարբերության այդ սկզբունքը իշխող է հանդիսանում, պատմողական ռազմավարության ստեղծումն է, երբ պատմությունը պետք է լինի անկեղծ, անմիջական, մաքուր, երեխայի աշխարհայացքին մոտիկ։ Եվ վերջապես նշում են կրաֆտի ոլորտը, այսինքն ասում են, որ այսօրվա արվեստում շատ կարևոր է ձեռքի աշխատանքը։ Ուրեմն այս 5 սկզբունքները, որոնք իրենք ներկայացնում են, շատ կարևոր է։ Մինչև անցնելը իրենց տեսությանը շատ հետաքրքիր բացատրություն են տալիս վերջ հասկացությանը։ Ինչպես ասեցի, սա սկսվեց այն բանից, որ հայտարարվեց ամեն ինչի վերջը, ավարտը։ Եվ հիմա իրանք սկսում են վերջ հասկացության մեկնաբանությունից դիմելով Կանտի եւ Հեգելի պատմության փիլիսոփայությանը։ Հեգելի պատմության փիլիսոփայությունը, որը իրենք անվանում են դրական իդեալիզմ, հայտարարում է մարդկության պատմության ավարտը, ասեմ, որ Հեգելը նաև արվեստի մահվան առաջի հայեցակարգի ներկայացնողն է, պատմությունը ավարտվեց, որովհետև մարդիկ հասան այն նպատակին, որը նախանշել էին, այսինքն հասել են իրենց նպատակին, նորից հիշեցնեմ, որ Հեգելը կարծում է, որ ինքը բացահայտել է բացարձակ ճշմարտությունը եւ այլևս մարդկությունը խնդիր չունի անելու։ Հաջորդ հակադիր դիրքորոշումը այն է, որ այո, մարդիկ վերջացրել են իրենց այսպես ընթացքը զարգանալու, բայց արել են դա այն պատճառով, որտեղ հասկացել են, որ ոչ մի նպատակ չկա։ Այսինքն իրանք ուղղակի ձևացրել են, որ կա այդպիսի նպատակ, միայն այն պատճառով, որպեսզի ինչ որ իմաստ տան իրենց գործունեությանը։ Ընդհանրապես ձևացրել են։ Եվ իրենց կարծիքով մետամոդեռնիզմը հենց այդ տարբերակն է ի հայտ բերում, ոչ թե Հեգելի, որը անվանվում է դրական մոդել, այլ Կանտի, որը անվանվում է բացասական մոդել, որովհետև Կանտը իրենց կարծիքով հենց այդ կարծես թե տարբերակով է զբաղվում, որ կարծես թե իմաստ կա։ Եվ հիմա տեսեք ցիտատ եմ բերում, մետամոդեռնիզմը նույնպես ընդունում է, որ պատմության նպատակը չի կարող իրականանալ, քանի որ գոյություն չունի։ Այնուամենայնիվ նա ելնում է այն դիրքորոշումից, որ պատմության նպատակը կարծես թե կարող էր գոյություն ունենալ։ Եվ հաջորդ էլի ցիտատ եմ բերում, որ մետամոդեռնիզմը շարժվում է հանուն շարժման, փորձում է, չնայած անխուսափելի ձախողմանը, անընդհատ փնտրելով ճշմարտությունը, որը չի ակնկալում երբևիցե գտնել։ Այստեղից բխում է, որ մետամոդեռնիզմի իմացաբանությունը կարևորում է երևույթների պայմանականությունը եւ ամեն ինչ ընկալում է երևակայության մակարդակում, միաժամանակ կարծելով, որ այդ երևակայականը միգուցե իրականում գոյություն ունի։ Ինչ վերաբերում է գոյաբանությանը, ապա այստեղ մենք ունենք տատանումներ մոդեռնիզմի եւ պոստմոդեռնիզմի միջև եւ կարող ենք հայտարարել, որ մետամոդեռնիզմը
լինելով մոդեռնի եւ հետմոդեռնի միջև միաժամանակ եւ մեկն է եւ մյուսը եւ ոչ մեկն է, ոչ էլ մյուսը։ Ուրեմն այսպես շատ հետաքրքիր մոդել են իրանք ներկայացնում։ Այստեղ ուրեմն մենք վերադառնում ենք Պլատոնին, որովհետև Պլատոնից վերցված են երկու գաղափարներ։ Նախ հունարենից վերցրած է մետա հասկացությունը, ինչը նախածանց է եւ կարող է մեկնաբանվել համենայն դեպս եվրոպական լեզուներում, մեկնաբանվում է իբրև միասին, մեջտեղում եւ հետո։ Իմացաբանորեն այդ մետամոդեռնիզմը գտնվում է մոդեռնիզմի եւ հետմոդեռնիզմի հետ, գոյաբանորեն դրանց մեջտեղում, իսկ պատմականորեն դրանցից հետո։ Սա մետահասկացությունն է։ Բացի մետահասկացությունից Պլատոնից փոխառված է նաև մետաքսիս հասկացությունը, որը նույնպես նշանակում է մեջտեղում։ Մեջտեղում հասկացությունը հետաքրքիր է շատ իմ կարծիքով, որովհետև իրանք վերցնում են Պլատոնի խնջույք երկխոսությունից էրոտի մասին գաղափարը։ Այդ սիրո սիմվոլը ներկայանում է իբրև ոչ աստվածություն, ոչ էլ մարդ։ Ինքը հանճար է, որը գտնվում է աստվածների եւ մարդկանց միջև, ինքը ոչ մահկանացու է, ոչ էլ անմա, ինքը ոչ իմաստուն է, ոչ էլ հիմար, ինքը ոչ աղքատ է, ոչ էլ հարուստ, այսինքն մենք տեսնում ենք հակադիր դիրքորոշումներ, որոնց մեջտեղում հայտնվել է այս երևույթը։ Եվ նույնը վերագրվում է Ֆյոգելինին, երբ այս տատանողական դիրքորոշումը շատ կարևորվում է ժամանակակից մարդու համար եւ Ֆյոգելինը արդեն 20-րդ դարի գերմանացի փիլիսոփա ասում է, որ գոյությանը բնորոշ է մեջտեղում կառուցվածքը, պլատոնական մետաքսիան, եւ եթե մարդկության պատմության մեջ կա ինչ որ կայուն բան, ապա դա կյանքի եւ մահվան, կատարելության եւ անկատարության, ժամանակի եւ հավերժության, գոյության իմաստի եւ անիմաստության միջև լարվածությունն է։ Ես կրճատեցի ցիտատը, բայց բոլոր դեպքերում ուրեմն ամենակարևորը այստեղ լարվածություն բառն էր։ Եվ այդ լարվածությունը հետապնդում է բոլորին, ովքեր ներկայանում են այս ժամանակաշրջանում, իրանք նշում են տասնյակ արվեստագետների անուններ բոլոր ոլորտներում, սկսած ճարտարապետությունից ավարտած կինոյով եւ ասում են, որ նրանք համադրել են հեգնանքը եւ լրջությունը եւ արդյունքում ստացել են օտարված վեհություն, որը շատ նման է ռոմանտիզմի հեգնական դիրքորոշմանը։ Այսինքն ռոմանտիկները, ինչպես մետամոդեռնիզմի ներկայացուցիչները, տատանվում են այդ վեհության եւ ստորության, ճշմարտության եւ կեղծիքի, այսինքն այս հակադիր կողմերը շատ կարեւոր են եւ սա առաջացնում է լարվածություն։ Արդեն 15 թվին գրված հոդվածում այս Ակերը եւ Վերմյուլենը ասում են, որ տերմինը ստացել է շատ լայն կիրառում մաթեմատիկայում, ֆիզիկայում, ես չգիտեմ, տնտեսագիտության, քաղաքագիտության մեջ ամենուրեք ինքը կա եւ փիլիսոփայության մեջ կա, բայց պետք չէ այն ընկալել որպես ինչ որ իզմ, նորություն, ինչ որ շարժում, ինչ որ մեթոդաբանություն, ուղղակի պետք չէ, այլ պետք է կենտրոնանալ իբրև զգացմունքների կառուցվածք եւ այդ զգացմունքների կառուցվածքը հենց այդ տատանողական դիրքորոշման մեջ է եւ որպեսզի ավելի պատկերավոր դարձնել այն ինչ իրենք արեցին, իրենք բերում են 13 թվին ստեղծված Անաբել Դաուի «Դում կողմում ես» ինստալացիան, Which Side Are You On, ուրեմն այդ ինստալացիան, որը իրենց ներկայացնում է հին մոդելի հեռուստացույց, որտեղ խաչաձև ֆիգուրներ անշարժ վիճակում դրված են։ Եվ մոտեցողին հնչում է դում կողմում ես հարցը եւ պատասխաններն են ձայնագրվում եւ այդ պատասխանները ինչքան էլ զարմանալի առաջացնում են տագնապի զգացում, որովհետեւ պատասխանողը չի կարող վստահորեն պատասխանել ոչ մի հարցին, որը իրեն տրված է, որտեւ ինքը հարցը շատ բաց է պատասխանի համար։ Դա լրացնելու համար օգտագործվում է նաեւ Ժան-Ֆրանսուଆ Լիոթարի արշիպելագների մասին գաղափարը, որը շատ տարածված էր պոստմոդեռնիզմի ժամանակաշրջանում եւ իրենից նշանակում էր մի փոխաբերություն, որ մենք պետք է պատկերացնենք նավը, որը գտնվում է տարբեր կղզիների շրջապատում եւ ինքը պետք է ընտրություն կատարի։ Նավապետը պետք է ընտրություն կատարի։ Ինքը չի կարող ընտրություն կատարել, որովհետեւ յուրաքանչյուր
Կղզի իրանից ներկայացնում է մեծ արժեք, այսինքն ինքնուրույն արժեք, իր ճշմարտությունը, իր աշխարհայացքը, այսինքն ամեն մեկը արժեք է ներկայացնում։ Պոստմոդեռնիզմը ելնում է մուլտիկուլտուրալիզմի սկզբունքից, այն որ բոլոր կղզիները հավասար են ըստ էության։ Մետամոդեռնիզմը ընդունելով այդ հնարավորությունը, որ այո, բոլորը հավասար են, միևնույն ժամանակ նշում է, որ գիտեք, ձեր նավում արտահոս կա, ճեղք կա, եւ դուք խորտակվում եք։ Եվ դրա համար դուք ստիպված եք ինչ-որ ընտրություն կատարել։ Ընտրություն կատարել եւ մոտենալ ինչ-որ մի կղզու, դրանով հասկանալով, որ դուք անտեսեցիք մյուսները, դուք օտարվեցիք մյուսներից, դուք կորցրեցիք ձեր հնարավորությունը մոտենալ մյուս կղզիներին, որոնք մեծ արժեք են ներկայացնում, բայց դուք ստիպված եք, ուրիշ ելք չունեք։ Եվ դրա համար իրանք ասում են, որ մետամոդեռնիզմում ներկայացվածը դա ուրախ մեծարումը չէ այն ինչի, ինչ որ կատարվում է։ Եվ եթե մենք շարունակենք այս նույն ընթացքը, որը իրենք կանխատեսում են, ցույց են տալիս, զգում են, ապա կհայտնվենք շատ վատ վիճակում։ Այդ տատանողական դիրքորոշումը երբեք չի կարող վերանալ, որտեղ մենք միշտ տատանվելու ենք երկու հակադիր կողմերի, գոնե իրանք ավելի սահմանափակում են եւ տալիս են այդ մոդեռնիզմի եւ պոստմոդեռնիզմի միջև այդ մետամոդեռնիզմի տատանողական դիրքորոշումը եւ նշում, որ այնուամենայնիվ խաղաքարտի վրա է դրված շատ մեծ գին։ Եվ հիմա նորից ցիտատ կարդամ, խաղաքարտի վրա է դնում շատ բաներ, այսինքն շարժումը, այդ մետամոդեռնիզմի շարժումը, տնտեսական խնդիրներ, բնապաշտական աղետներ եւ այլն կրճատում է։ Պատմությունը առաջ է շարժվում, ամեն ինչ տատանվում է, ամենը, ինչին արդեն հասել ենք կամ ստեղծել։ Դա վերաբերում է արվեստին, փիլիսոփայությանը, զանգվածային մշակույթին։ Բաց եմ թողնում։ Մենք խելահողորեն ցանկանում ենք դուրս գալ այդ տատանումներից, ուզում ենք շարժվել, բայց չենք կարողանում։ Եվ սա առաջացնում է աննախադեպ տագնապ։ Եվ եթե ապագայի կանխատեսումը կառուցենք հիմնվելով մարդկության այսօրվա գործունեության արդյունքների վրա, ապա դժվար է լինել լավատես։ Ուրեմն ամենացավալին այն է, որ այդ տատանումները երբեք հավասարակշռության չեն բերելու։ Եթե ռոմանտիկները մտածում էին, որ իրանք ունեն իդեալին հասնելու հնարավորություն, ապա մետամոդեռնիստները ոչ։ Եվ վերջում ասեմ, որ աշխատանքը ունի գեղագիտական, գեղարվեստական ուղղվածություն, կարելի է նույնիսկ արվեստաբանական համարել, բայց լուծումը ավելի բարդ խնդիր, որտեղ ինքը արվեստում ներկայացված հարցերից փորձում է վեր բարձրանալ եւ լուծել կամ ներկայացնել այն հարցերը, որոնք բնորոշ են ժամանակակից մշակույթին, այսինքն ընդհանրացման պրոցես է իրականացնում, ինչը շատ արժեքավոր է։ Եվ վերջում չնայած Ակերը մասնավորապես ասեց, որ պետք չի ընկալել որպես փիլիսոփայություն, ինքը ավարտում է, որ սա փիլիսոփայական նախագիծ է, սա մշակույթի վերլուծություն է, քննադատություն եւ փիլիսոփայական նախագիծ։ Ամենակարևորը, որ մենք պետք է բացահայտենք այդ մետամոդեռնիզմ կոչվող երևույթից, դա հակադիր զգացմունքների միջև, հակադիր կողմերի միջև ընտրության հնարավորությունն է, որը փաստորեն դառնում է անհնարին։ Ուրեմն սա իրենց տեսակետն է։ Եվ իրենք առաջարկում են ռիզոմատիկ, բաց եւ ստեղծագործական մոտեցում այս ամենին, այսինքն իրենք չեն փակում իրենց տեսակետը, չեն գծային տարբերակով ներկայացնում, այլ այսպես ռիզոմա, չգիտեմ որքանով հասկանալի է այդ հասկացությունը, սա այսպես զարգացող դեպի բոլոր կողմերը զարգացող մտածողություն է եւ իրենք կարծում են, որ մոդեռնիզմի այս տեսակը հենց պետք է աշխատի այս տարբերակով, ռիզոմատիկ, ստեղծագործական եւ բաց տարբերակով։ Իհարկե տատանվելով, որտեղ իրենք ասում են, որ վերջապես մետամոդեռնիզմի մարդու խնդիրն է անընդհատ հեռացող հորիզոնների ետևից գնալ։ Այսինքն հորիզոնները անընդհատ հեռանում են եւ մենք փորձում ենք դրանց հասնել երբեք չհասնելով։